Բարի երեկո, հարգելի քաղաքացիներ, մոտ կես ժամ առաջ գրել էի, որ պատրաստվում եմ լայվ մտնել Միհրան Հակոբյանի վրա այդ բորենիական հարձակումը իրականացրած մարդկանց քրեական վարույթով ճակատագրի հետ կապված եւ ոնց հասկացա, այս ընթացքում արդեն տեղեկատվությունը հրապարակային է դարձել գրելուց մինչև հիմա, բայց ամեն դեպքում դրա մասին խոսենք։ Նաև ասեմ, որ այս ավտոլայվի ռեժիմը կարծեք թե սկզբնական փուլում որ շատ արդյունավետ էր, որտեղ օպերատիվ էր թույլ տալի լինել, ոնց որ թե սկսել է իրան չարդարացնել։ Օրինակ 3 երբ ավտոլայվ է անում եւ վերլուծում էի ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, փորձում է ցույց տալ, որ ըստ երևույթին խոսքը վերաբերում է հենց Միհրանի վրա հարձակված անձանց բռնելուն, որտեղ չէր նշում։ Հենց այդ ժամանակ երբ ես լայվի մեջ էի, փաստորեն քննչական կոմիտեն եւս բավական հանգամանալից, բավական նաեւ անունները գրած չէր, ինիցիալներ էր գրած ՄՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ այլն, արդեն ակնհայտ էր, որ Միհրանի մասին է խոսքը, Միհրանի դեպքի Միհրանի նկատմամբ հարձակման մասին է խոսքը։ Կարճ ասեմ, նորից ասեմ, չեմ զլանա ասեմ, որ այս անձանց հայտնաբերելու գործընթացը ես համարում եմ պրոֆեսիոնալիզմի դրսևորում ոստիկանության եւ քննչական մարմինների կողմից։ Այդքանով պետքա դա ֆիքսել, որտեղ դա է ճշմարտությունը, դա եղել է իմ աչքի առաջ։ Առաջին օրն եմ ասել եւ հիմա էլ վերահաստատում եմ։ Սա մեկ։ Բայց սրանով ոնց որ թե դրական հատվածը ոնց որ թե ավարտվում է։ Ուրեմն ինչա տեղի ունեցել։ Նախ երեկվա հայտարարությունից քննչական կոմիտեի պարզ էր, որ Միհրանի մարմնական վնասվածքը փաստորեն փորձագետի կողմից գնահատվել է որպես թեթև մարմնական վնասվածք, որովհետև այնտեղ որակումներ էր գրած, այդ որակումներից դա պարզ էր դառնում։ Ես անկեղծ ասած, այսքան ժամանակվային փորձ էին ասում, որ քթի կոտրվածքը մենակ քթի կոտրվածքը, էլ չեմ խոսում ուղեղի ցնցման մասին, ուղղակի չի կարող լինել թեթև մարմնական վնասված, միջին մարմնական վնասվածքի հատկանիշը պարունակում։ Մեզ դեռ դա չեն տրամադրել, դե արզա շաբաթ կիրակի է այդ պատճառով, այդտեղ պրետենզիա չկա։ Վստահ եմ երկու շաբթի օրը կտրամադրեն, մենք մի հատ կհասկանանք։ Մենք դա արժանահավատ ենք համարում, թե չէ։ Եվ այդ պատճառով հոդվածը ավելի ցածր է։ Երկրորդը, այդ հաղորդագրությունից քննչական կոմիտեի պարզ է դառնում այն, որ ժամանակին նաև հրապարակավ էր նշվել մեր լավ ակտիվ արդյունավետ լրագրողների կողմից, այն որ ոնց որ թե մեքենայի պետհամարանիշների փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն լավ ծրագրված հարձակում է եղել Միհրանի նկատմամբ, լավ ծրագրված է եղել։ Տեսեք, պետհամարանիշների փոփոխություն, հիմա չգիտեմ, դուք որ ուզենաք, կարաք պետհամարանիշների փոփոխություն անեք, դա հանցագործություն է։ Երկրորդը պետք է գտնել պետհամարանիշը։ Երրորդը այդ ամեն ինչը պետք է կազմակերպեն։ Դա լուրջ կազմակերպական աշխատանք է ենթադրում։ Իսկ մեղադրանք է առաջադրվել այդ մարդկանց, դա արդեն փաստ է, որ նրանք մեղադրվում են հենց պետհամարանիշներ նաև փոխելու մեջ։ Եվ այսպես բան անելով էլի, եզրահանգումներ անելով փաստերից, կարելի է ասել մալադեց, որ կարողացել են գնալ եւ ինչ որ կերպ հայտնաբերել, թե այդ ավտոյի իրական պետհամարանիշները որոնք են եղել։ Այդ ինձ թվում է կարևոր է։ Հիմա ինչ ինֆորմացիա ես ունեմ։ Այդ մարդիկ ձերբակալվել են, այո, 3 հոգի կատարողներ, 2 հոգի օժանդակողներ։ Քննչական կոմիտեն մտել է դատարան կալանքի միջնորդությամբ, բանտային կալանքի միջնորդությամբ, այդ էլ համարում եմ այսպես ճիշտ քայլ,
Ինչի, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք հարձակվել են ու սենց կազմակերպական, լուրջ կազմակերպական խումբ է, պատվիրատուների մասին կարևոր մենք տեղեկացած չենք, պարզա, որ այստեղ պատվիրատուի խնդիր կա ու տեսեք, ասենք, մարդկանց ինչ ասեմ։ Հետույք բառը ասելու համար պարում կալանավորում են, օրը ցերեկով մի քանի հոգով մեջքից դեմքերը փակած հարձակվելու լավ կազմակերպված հարձակվող մարդկանց հաստորեն ինչ որևէ մեկի նկատմամբ բանտային կալանք կիրառված չի մեր տեղեկություններով։ Սա պաշտոնական մեզ որևէ մեկը չի ասել, երկու շաբթի կասեն, բայց մենք ունենք տեղեկություն դրա մասին։ Ավելին, մեր տեղեկություններով երկուսի նկատմամբ առհասարակ մերժվել է։ Երեքի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել։ Հիմա լավ, ես չեմ դուք եք, դա նորմալ է թե չէ։ Դա նորմալ է թե չէ, կալանքի ինչի համար է։ Օրինակ, նոր հանցանքը կանխելու համար, որում նոր բառը ես ավելորդ ասեցի։ Հանցանքը կանխելու համար, անմեղության կանխավարկած կա, հարգում ենք անմեղության կանխավարկածը, հարց չկա, հարգում ենք, պարտավոր ենք հարգել, հարգում ենք։ Հիմա այս մարդիկ, որոնք որ ըստ քննչական կոմիտեի, եւ ես այսպես չունեմ չհավատալու հիմքեր, ուժողի լիազոր ներկայացուցիչն եմ, ես կարծում եմ, որ քննչական կոմիտեն ճիշտ մարդկանց է բռնել։ Եթե ընդունենք, որ ճիշտ մարդկանց է բռնել քննչական կոմիտեն, այս մարդկանց կողմից հանցանք գործելու, օրինակ, նույն բանը անելու հավանականությունը բարձր է թե ցածր է։ Ազատության մեջ են այդ մարդիկ։ Ոնց է լինում, էլի, որ ասենք, մեր ձևով ասելու համար մարդիկ կալանավորվում են։ Ոնց է լինում, որ 8 տարի առաջվա մեղմ ասած խիստ կասկածելի պատմության համար արքեպիսկոպոսը կալանավորվում։ Ոնց է լինում, որ 3-4 տարի առաջվա առաջ ասած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում։ Որը ասեմ, որը թողնեմ։ Ընտրական գործընթացի ժամանակ մարդիկ գալիս են ինչ որ մեկի տան դիմաց ինչ որ աղմուկ են անում, դուրս են գալի, հետները խոսում են, ոչ մի խուլիգանական, ոչ մի բան չի երևում, տեսագրությունը կա։ Վեհապար Հայրապետի եղբորը եւ եղբոր որդուն են կալանավորում արդեն ինչքան ժամանակ է։ Բայց օրը ցերեկով մարդու վրա հարձակված մասկաներով, հատուկ քողարկման միջոցներ ձեռնարկելով, համարները փոխելով եւ այլն, այդ մարդկանց չեն կալանավորում դատարանները։ Այդ ո՞նց եղավ։ Խնդրում եմ բացատրեք։ Այդ դրա ձևը ո՞նց է։ Մենք կարող ենք վստահ լինել, որ այդ մարդիկ նույն բանը չեն փորձելու անել։ Էլ մնացածները չեմ ասում։ Էլ մյուս ռիսկերը չեմ ասում։ Փախուստի ռիսկը չեմ ասում։ Ապացուցման գործընթացի վրա ներազդելու ռիսկը չեմ ասում։ Հենց նույն հանցանքը ավարտին հասցնելու ռիսկն եմ ասում։ Ոնց եղավ դա։ Նորմալ է դա, թե նորմալ չի։ Ընդ որում ես հատուկ ուզում եմ նշեմ, որ այստեղ քննչական մարմինը հենց բանտային կալանքել միջնորդել է։ Բայց դատարանը չգիտեմ էլ ովքեր են եղել դատավորները, կարող է եւ շատ պատվարժան դատավորներ են, կարող է պատվարժան միայն անունով, չեմ կարող ասել, իրոք չեմ կարող ասել։ Եվ այստեղ կասկածի տակ չեմ դնում։ Հարց եմ տալիս, ասում եմ, տենց նորմալ է համադրության մեջ, նորմալ է թե չէ։ Արդարության տեսանկյունից, իսկ արդարությունը յուրաքանչյուր կոնկրետ գործով չի միայն յուրաքանչյուր կոնկրետ գործով չի։ Համակարգի մեջ է արդարություն կա, թե արդարություն չկա։ Եվ իհարկե ոչ բոլոր փաստերն են մեզ հայտնի, բայց այն ինչ որ մեզ հայտնի է, որպես դժողի լիազոր ներկայացուցիչ, ես ստիպված եմ փաստել, որ այստեղ ինչ որ մի բան են չի։ Որ այստեղ կարծեք թե դժողի իրավաչափ շահերի խախտում է տեղի ունեցել եւ նաեւ հարության իրավաչափ շահերի խախտում է տեղի ունեցել։ Եվ այստեղ է, որ պետքա նաեւ փաստել, որ ցավոք սրտի այդ կարգավորումները մենք չունենք, որ դժողը նաեւ իրավունք ունենա մասնակցել այս նիստերին։ Որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր լինի մեզ տեղեկացնել նիստի մասին, մենք էլ իրավունք ունենանք
որոշել մասնակցում եք թե չեք մասնակցում։ Դա շատ ճիշտ կարգավորում կլինի։ Այդ ուժողի շահերից ելնելով։ Հիմա մենք ունենք անարդարության զգացում։ Պայմանական եմ ասում, կարող է այդ նիստին նստած լինենք, օրինակ այդ անարդարության զգացումը մեր մոտ փարատվեր։ Շատ պայմանական եմ ասում, չեմ կարծում, որ դա այդպես է, բայց կարող է մենք էլ գանք այն հետևության, որ ոնց որ թե այս մարդիկ չեն, ասենք, նորից անմեղության կանխավարկածը հարկենք։ Կարող է, չէ՞։ Որից ասեմ, ես կարծում եմ, սա այդ դեպքը չի։ Ես կարծում եմ, որ ոստիկանական եւ քննչական մարմինները կոնկրետ այս դեպքում եղել են պրոֆեսիոնալ։ Բայց այս պայմաններում մենք ունենք առնվազն լիքը հարցեր, որոնց պատասխանները գոնե երկուշաբթի օրը ակնկալում ենք ստանալ։ Եվ ոնց եղավ, որ օրը ցերեկով խմբակային, ոնց հասկանում ենք երկար հետևելով հարցակում իրականացրած մարդիկ, որ հետևանքները իրականում այդքան մեծ չէին, զուտ են պատճառով, որ մի Իրանը շատ նենց պինդ տղա է, իր ամեն ինչով էլի, այսինքն ոտի վրա է մնացել այս 3 հոգու հանկարծակի բորենիական հարցակման, մեջքից հարցակման արդյունքում։ Շատ քչեր է էլի կարծում եմ ոտի վրա կմնային։ Գլխին հարվածներ, քթին հարված եւ այլն։ Ու այդ մարդկանց դատարանը այլ ընտրանքային կամ ընդհանրապես բան է անում, ասում է խափաման միջոցի խնդիր չկա, մերժում է միջնորդությունը կամ էլ այլ ընտրանքային խափաման միջոց է կիրառում։ Օրինակ, վարչական հսկողություն։ Չգիտեմ։ Ես տեղ խնդիր եմ տեսնում, սա հանրային հնչեղության հարց է, ես երեկել եմ ասել, եկեք մինչև վերջ հրապարակայնությունը պահենք, հասկանանք ինչն ինչոց է։ Հասկանանք ինչն ինչոց է։ Հարությունը հասկանա իր հետևությունները անի։ Այսքանը շնորհակալություն, հաջողություն։